Տիկին Կարապետյան, արդյոք Հայաստանի վարչապետի գործողություններում դուք տեսնում եք հակասահմանադրական տարր, խոսքը գնում է եկեղեցու հետ կապված գործողությունների մասին, օրինակ Գևորգ Սրբազանին պաշտոնից հեռացրին, կաթողիկոսի, այսպես ասած, որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Գևորգ Սրբազանը շարունակում է մնալ թեմակալ առաջնորդ, որովհետև վեհափառի որոշումներն իրենց համար ընդունելի չեն։ Սա սահմանադրական առումով, իրավական առումով արդյոք այսպես փակուղային իրավիճակ չի ստեղծում։ Փակուղային իրավիճակ չկա, արդեն իսկ տեղի են ունեցել հակասահմանադրական գործողություններ, Նիկոլ Փաշինյանը արդեն իրականացրել է հակասահմանադրական գործողություններ, ասեմ, որ դրա վրա վաղեմության ժամկետը չի տարածվում, այնպես որ անգամ եթե ինքը փորձի վերարտադրվել 26 թվականին, հաջորդիվ կգան իշխանություններ, որոնք դրա պատասխանը կտան, որովհետև սրանք ոչ միայն մեր սահմանադրությանը հակասող գործողություններ են, սրանք հակակոնվենցիոն գործողություններ են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն միացել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, որոնցով պաշտպանվում է մարդու խղճի ազատությունը, այսինքն ցանկացած կրոնական կազմակերպության անդամակցելը, ցանկացած կրոնական կազմակերպության արարողություններին մասնակցելը, այդ արարողությունների բաղադրիչներ կազմող իրադարձություններին անխոչնդոտ եւ պետությունը պաշտոնապես պարտավորություն ունի պաշտպանել ցանկացած կրոնական կազմակերպության արարողության անխոչնդոտ իրականացում։ Նիկոլ Փաշինյանն անցել է բոլոր սահմանները, ոչ միայն իր գրառումներով, այլև կոնկրետ իր գործողություններով։ Բայց դա Նիկոլ Փաշինյանը քիչ է։ Նիկոլ Փաշինյանը հանցակից է դարձրել նաև գլխավոր դատախազին, որը սկզբունքորեն չի ուզում տեսնել եւ լռում է, երբ որ խախտվում են կոնվենցիաները, սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը, սարքել է հանցակից ԱԱԾ-ին, որոնք գնում են բարեխոսելու, այսպես ասած, լուր տանելու լուր բերելու այսինքն պաչտալոնի դեր են, էլի ազգային անվտանգության ծառայությունը պաչտալոնի դեր է խաղում Նիկոլ Փաշինյանի համար, բայց իր գործառույթներից դուրս գործողություններ է իրականացնում։ Հանցակից է սարքում ոստիկանությանը, որի աշխատակիցներին ստիպում է գալ եւ մասնակցել խոչընդոտելուն հոգևորականների, այսինքն այդ կրոնական կազմակերպության այդ կառույցին կցված կրոնական կառույցի ներկայացուցիչին մտնել ու արարողություններ իրականացնել։ Խոչընդոտում են իրենք եւ այդ բոլորը միասին խոչընդոտում են տարածքում ապրող բնակիչներին, որոնք ամբողջ իրենց կյանքը գնացել են այդ նույն կրոնական կազմակերպության, այդ նույն կառույցում, այդ նույն մարդկանց հետ իրենց աղոթքը ինչ որ հնչեցնելու, այդ մարդկանց մուտքն ու ելքն է խոչընդոտում, հասկանում եք, սա արդեն մի քանի դրվագով քրեական գործեր են, եւ եթե մենք իսկապես ունենայինք բարեփոխված արդարադատության համակարգ, մենք վաղուց ունեցել էինք հարուցված քրեական գործ, նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանի վերաբերել, բայց մենք դա չունենք եւ այս իրավիճակում ունենալ չենք կարող, բայց սա հավերժ տվել բնականաբար չի կարող։ Այս հարցի պատասխանը մենք պարտավոր ենք տալ, որովհետև սա բացի նրանից, որ մեր կոնվենցիոն եւ մեր սահմանադրական իրավունքի խախտումներն են, սա նաեւ մեր ինքնության դեմ ուղղված գործողություններ են եւ անշուշտ սա չի կարող անպատասխան մնալ։ Իսկ այն բացատրությունը, որ ասում է ես որպես հավատացյալ նախաձեռնել եմ, մասնակցում եմ եկեղեցու բարենորոգմանը, այդ դեպքում ասում է իրավական ինչ խնդիր կա, սաղմոսներով է պատասխանում, երբ հակաիրավական գործընթացների վերաբերյալ լրագրողները հարցեր են տալիս։ Ուրեմն, տեսեք, ասում է Աստծուն, Կեսարինը Կեսարին։ Այս մարդը խառնել է Աստծուն ու Կեսարինը խառնել է իրար։ Նախ եւ առաջ, որպեսզի դու լինես քեզ համարեն մարդիկ կամ հասարակությունը կամ դու ինքդ քեզ կարողանաս համարել որևէ կրոնական կազմակերպության հետևորդ, դու պիտի այդ կրոնական կազմակերպության որոշակի ընթացքներով անցած լինես։ Ես ոնց հասկանում եմ հրապարակված նյութերից, Նիկոլ Փաշինյանը ոչ մկրտված է, ոչ պսակադրված է, ոչ որոշակի պրոցեսների մինչև այս պահը մասնակցել է, հետևաբար այս մարդը ընդհանրապես կապ չունի եւ իր բոլոր գործողությունների հիմա արդեն եթե առաջի փուլում կարելի էր միամիտ մարդ գտնելու համոզել, որ սա որպես հետևորդ ինքը ինչ-որ փոփոխությունների է գնում, հիմա արդեն ակնհայտ ակներով է, որ սա քաղաքական պրոցեսներ են, սա կրոնական համոզմունքների հավատամքի հետ ոչ մի կապ չունի եւ վերջապես եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ ինքը լինի այլևս առաջնորդը, հոգեվոր առաջնորդը, ոչ մի խնդիր չկա, ինքը կարա նոր կրոնական կազմակերպություն ստեղծի, ինքը լինի Քրիստոսազամինիցիլ կարգավիճակում, ինքը լինի առաջնորդը, ինքը
լինի, ինչն է այնտեղ կաթողիկոսներ լինի, եպիսկոպոսներ իր տնեցիկ լինեն, ովքեր են իր հետևից գնում, այն պապոյաններ ու մնացած արքեպիսկոպոսներն են, ժողովուրդ նորմալ է, գնացեք ձեր համար ստեղծեք ձեր համակարգը, դուք էլ գնացեք վայելեք, ասում եմ, ու ես որպես իրավապաշտպանության ջատագով եւ կողմնակից եւ երկար տարիներ փորձ ունեցող մարդ խոստանում եմ, որ ես ինչքան որ հայ առաքելական եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության անդամների իրավունքներն են պաշտպանել անխոչնդոտ իրանց նախասիրություններով հավատամ կընտրելը, նույնն էլ ձեզ եմ անելու, կասեմ, որ հայ մարդիկ հավատում են Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներն են, Նիկոլ Փաշինյանը ձեր աստվածն է, ես էլ գամ կասեմ, հա Ժորժ ջան, չի եղել, այս էլ էս մարդիկ էլ էս ձև է, բայց գալ ու չլինելով այս ուղղության իսկապես կրողը, որովհետև ինչպես նշեցի, ինքը որևէ կերպ, որևէ խորհուրդով չի անցել այս մարդը, գալ ասել, որ ես եկել եմ փոխել, նախ դու ով ես, որ եկել ես փոխելու։ Դու չես կարող փոխել այն, ինչ հիմնադրել են առաքյալները, հասկանում եք, կա Քրիստոս, կա Քրիստոսի 12 առաքյալ, այդ 12 առաքյալից երկուսը եկել են Հայաստան, ու Քրիստոսի առաքյալները, աշակերտները եկել են, այստեղ հիմնադրել են։ Ու մեր եկեղեցին այն բացառիկ եկեղեցիներից է, որը համարյա թե շատ քիչ փոփոխություններ ունի ընթացակարգերի մեջ, կանոնակարգերի մեջ, իրենց չնչին, 2000 տարվա մեջ կարամ ինչ-որ բան էսկոմ ենկոմ լինի։ Բայց դուք եկել եք Նիկոլ Փաշինյան, մի հատ նորից ասում եմ, կրկնեք ամեն մեկի իր համար թող կրկնի։ Նիկոլ Փաշինյանը թերուս լրագրողը եկել է, որոշել է, որ Քրիստոսի առաքյալների աշակերտների ուսմունքը ու պատվիրանները ինքը եկել է որ փոխի, հասկանում եք ինչա կատարվում։ Միանում են եպիսկոպոսներ, միացել են քահանաներ։ Տեսել ենք, որ եպիսկոպոսներն են միացել, այն եպիսկոպոսները, որոնց վրա կիլոյով ասում եմ քրեական գործեր կա, այն եպիսկոպոսները, որոնց անձնական խորինտին ֆանտազիաների մասին լուրեր են պտտվում ու շրջանառվում։ Ես այն հարցն է, որ ես երբեք չէի ուզենա քննարկել, որովհետև սա էլ է մարդու անձնական կյանքը իսկապես կարևոր է, բայց Նիկոլ Փաշինյանը այն բոլոր թույլատրելի սահմաններն անցել է եւ բաներն էլ իրենք եպիսկոպոսներն է, գիտեք, դու կարաս քո կյանքում ինչ որ սխալ թույլ տված լինես, բայց դու գնում ես քո մեռոնի դեմ, դու գնում ես քո մկրտության դեմ, դու գնում ես քո 2000 տարվա պատմության դեմ, դու գնում ես Քրիստոսի հիմնադրած եկեղեցու դեմ, դու ով ես, ավելի հեշտ չէր գալ ասել Ժորժ ջան, ներողություն եմ խնդրում, կամ ով էր, բանին, կաթողիկոսին գալիս ես ներողություն եմ խնդրում, մեղավոր եմ, ես ինչ սխալ արել, գայք եթերում կանգնեք, այդքանի մեջ մի տղամարդ տղա դուս չեկավ, որ գար կանգներ ասել Ժորժ ջան, ինչ շանտաժ են արել, ես ասենց սխալ եմ արել, ինչ շանտաժ են արել, այս շանտաժի արդյունքում էլ այս մարդիկ գնացել են ստիպված են եղել ընդունել, բա մեկը տղամարդկություն չունեցեք, պետք է տղամարդկություն չունեցող մարդու հետևից գնանք, ինչ խոսանք մենք այդ մարդկանց հետ։ Այդ մարդիկ մեղք են իրականում, որովհետև իրենց թուլությունների, իրենց թուլակամության, իրենց սխալների, իրենց մեղքերի պատճառով դարձել են մի չստացված մարդու ձեռին խաղալիք են դարձել։ Եվ այնպես որ ստեղ քննարկելու բան չկա։ Ու նորից ես ինքս հաշտ չեմ շատ բաների հետ եկեղեցու մեջ տեղի ունեցող, այդ թվում նաև ես կաթողիկոսի մոլի երկրպագուն երբեք չեմ եղել եւ հիմա էլ չեմ, բայց կա ինքնություն, որը մեր կարևորագույն առանցքային հայի ինքնության առանցքային մասն է կազմում, հետևաբար թույլ տալ, որ ինչ-որ մոլորվածներ, ինչ-որ մեղքերի մեջ թաղվածներ, ինչ-որ կորուսյալներ գան ու որոշեն, որ փոխելու են քո առանցքը, կներեք ասում է Ժորժ չի ստացվի, այդտեղ ասում է չի ստացվի, այդտեղ հանգստացեք։